Երեխաները պարապում են, սրտի թրթիռով սպասում են այդ քննությանը, ստրեսի են ենթարկում, յուրաքանչյուր քննություն բերում է այդպիսի իրավիճակների, դա բնական է, ընդ որում այդ երեխաները առաջին անգամ են քննություն տալիս, դա էլ պետք է հաշվի առնել, եւ գնում են, քննությունը հանձնում են եւ ինձ ասում զարմանալի մի բան, որ պարզվում է, որ այնտեղ սխալներ կային եւ տպագրական սխալներ էին, 4 տարբերակից 2 տարբերակում։ Հիմա ինչ անի նախարարությունը կամ այդ թեստավորման կենտրոնը, մտածում են տակից ոնց դուրս գան, ինչպես ժողովուրդն է ասում։ Հիմա մտածում են ամբողջությամբ չեղարկել կամ ովքեր կուզենան պահել իրենց գնահատականը պահել, բայց մի անգամ եւս նոր քննություն կազմակերպել։ Սա ինչի մասին է նախ պետք է ասել խոսում։ Խոսում է նրա մասին, որ մեզ մոտ այդ ոլորտում, կրթության ոլորտում որոշում կայացնողները իրենց որոշումները կայացնում են թափ-թփված, անկազմակերպ, անհետևողական, ոչ մի անգամ ասենք թե առանց ստուգելու, եւ սա միայն այդ քննությանը չի վերաբերում։